Բարև ձեզ, ես Նժդե Փիրումյանն եմ, քիչ անց կպատմեմ շատ հետաքրքիր պատմություն։ 40 տարի անընդմեջ, ամեն աստո հինգշաբթի, կինս Սիրանուշը գնում էր խնայդրամարկ, անձրևին, մերկասառույցին, թե 39 աստիճան տաքության տակ։ Նա դնում էր իր բերետը, վերցնում տնտեսական պայուսակն ու գնում, կարծես լարովի լիներ, ինչպես զինվորը պահակակետում։ Ես երբեք չէի հարցնում ինչու։ Ես հավատում էի նրան այնպես, ինչպես հավատում են, որ արևը կծագի արևելքից։ Ես ամբողջ կյանքս չարչարվել եմ Սիբիրի ցրտերում, Խոպանում, գազատարներ եմ կառուցել, բետոն եմ շաղախել ու մինուս 40-ի տակ պողպատ եմ զոդել, որպեսզի ընտանիքս ամեն ինչ ունենա։ Ես մտածում էի, նա մեր ծերության համար է գումար հավաքում, կամ գուցե թաքուն փող է փոխանցում հիվանդ երեխաների օգնության որևէ հիմնադրամի։ Սիրանուշը միշտ չափազանց բարի սիրտ ուներ։ Ինչպիսի հիմար էի ես, ծեր, կույր, միամիտ մի հիմար։ Երբ նա մահացավ անցյալ շաբաթ, ես բացեցի նրա պահարանն ու գտա ճշմարտությունը։ Այն դրված էր Օսլայած սավանների դեզի տակ։ Սովորական դպրոցական 3 կոպեկանոց վանդակավոր տետր, կապույտ կազմով։ Եվ այդ տետրի գրառումներն ստիպեցին, որ արյունս, որը չէր սառչում անգամ բևեռային քամիներից, սառույցի վերածվի։ Կինը, ում հետ կիսել էի անկողինս, հացս ու կյանքս, 40 տարի շարունակ կրկնակի հաշվապահություն էր վարել, եւ այդ գաղտնիքը պատրաստ էր ոչնչացնել այն ամենը, ինչ ես գիտեի իմ ընտանիքի, իմ ազգանվան, իմ արյան մասին։ Նախքան կպատմեմ ձեզ, թե ինչ կար այդ տետրում եւ թե ինչպես արեցի այնպես, որ սեփական որդիս փոշմանի իր ծնված օրվա համար, ուզում եմ հարցնել, ձեզ հետ պատահել է այնպես, որ կռահումից ներսումդ ամեն ինչ կտրվի։ Եթե դուք գոնե մեկ անգամ զգացել եք այդ սառը գունդը փորում, երբ հասկանում ես, որ հարազատներդ ստում են քո աչքերի մեջ նայելով, ապա ուշադիր լսեք ինձ։ Իմ անունը Տիգրան Գարեգինի է, ես 78 տարեկան եմ։ Ես ինժեներ-շինարար եմ, աշխատանքի վետերան։ Ես կարող եմ լսել, թե ինչպես է երգում մետաղը նախքան ճաքելը, եւ տեսնում եմ հիմքի ճեղքը շատ ավելի շուտ, քան շենքը կթեքվի։ Բայց այդ մոխրագույն, խոնավ երեքշաբթի օրը քաղաքային գերեզմանատանը ես չնկատեցի իմ կյանքի ամենասարսափելի ճեղքը, այն մեկը, որն անցավ հենց իմ սրտի միջով։ Երկինքը քաղաքի վրա կախված էր կեղտոտ թաց շորի պես։ Այս տարվա հունվարը զզվելի էր ստացվել։ Ձյունը սպիտակ ծածկոչե պես չէր նստում, ինչպես կարգն է, այլ միանգամից վերածվում էր գորշ շիլայի ոտքերի տակ։ Գերեզմանատանը քամոտ էր։ Քամին չար էր ծակող։ Այն դեմքիս էր շպրտում սառցե հատիկներ ու ծեծում էր ծաղկեպսակների ժապավենները, սիրելի մայրիկին, թանկագին կնոջը։ Ոսկեգույն տառերը սև եւ ալ-կարմիր ատլասի վրա իրար էին խփվում չոր խշշոցող ձայնով։ Ես կանգնած էի փոսի եզրին ու նայում էի, թե ինչպես են սառած հողի կոշտերը խուլ ձայնով ընկնում դաղաղի փայլեցված կափարիչին։ Բուխ, 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 ամեն հարվածի հետ ներսումս ինչ-որ բան անջատվում էր։ Կարծես մի հսկա արտադրամասում հերթով անջատեին լույսերը։ Կողքիս կանգնած էր գոռը, որդիս։ Նա արդեն 58 տարեկան է, բայց անընդհատ կուչ էր գալիս, գլուխը քաշելով իր նորաձև, բայց այսպիսի եղանակի համար չափազանց բարակ վերարգուի ուսերի մեջ։ Նա չէր նայում փոսին, նա աչքերով փնտրում էր բարեկամների ամբոխի մեջ, քաշքշում էր շարֆի ծայրը, ոտքից ոտք էր կանգնում, կարելի էր մտածել, որ մրսել է, բայց ես լավ գիտեի այդ հայացքը։ Այդպես նայում են ոչ թե ցրտից, այլ երբ ուզում են, որ ամեն ինչ օր առաջ ավարտվի։ Պապ, գնանք մեքենա, շշնչաց նա, երբ գերեզմանափորներն սկսեցին հողաթումբը ձևավորել։ Կմրսես, քեզ չի կարելի։ Նրա ձայնը հոգատար էր հնչում, բայց դրա մեջ լսվում էր այն նույն կեղծ նոտան, որից միշտ ծնոթս կծկվում էր։ Գոռը բռնեց արմունկիցս, եւ ես զգացի, թե ինչպես է դողում նրա ձեռքը։ Մանր զզվելի մի դող։ Բնակարանը մեզ դիմավորեց մի հոտով, որն ատում էի մանկությունից։ Մեծ դժբախտության հոտը։ Վալոկորդինի, եղևնու փշատերևների եւ էժանագին մոմերի խառնուրդ։ Նախասրահում շրջվելու տեղ չկար։ Ուրիշների վերարկուների կույտ, թաց հետքեր լինոլեումի վրա, մեղմ ձայներ, ոտնաձայներ։ Հարևանուհիներ Մարիամ տատին ու Վարդուհին արդեն վազվզում էին խոհանոցում։ Զնգում էին ափսեները, ինչ որ մեկը հաց էր կտրում։
Մեծ սենյակում բացել էին հին գրքույկ սեղանը, այն նույն խորհրդային փայլեցված սեղանը, որի շուրջ նշել էինք բոլոր ծննդյան տոները, բանակի ճանապարհումները, հարսանիքները, իսկ հիմա ահա հոգեհանգիստը։ Ես նստեցի սեղանի գլխավերևում։ Սիրանուշի տեղը դատարկ էր։ Ինչ-որ մեկն այնտեղ օղու բաժակ էր դրել ծածկված սև հացի կտորով։ Ես նայում էի այդ հացին ու չէի հասկանում ինչու եմ դեռ շնչում։ Թվում էր սենյակում օդ չկա, կա միայն այս կպչուն, խեղճող մշուշը։ Հողը թեթև լինի Սիրանուշի վրա, սկսեց կնոջս կողմից մի հեռավոր բարեկամուհի, գեր լացակոմած դեմքով մի կին։ Մենք խմեցինք առանց բաժակները խփելու։ Օղին այրեց կոկորդս, բայց տաքություն չտվեց։ Ես նստած էի քարե արձանի պես, գլխով էի անում, երբ ինձ էին դիմում, բայց բառերը չէի հասկանում։ Շուրջս բզբզում էին, ինչպիսի կին էր, սուրբ հոգի, ոչ մեկին չէր նեղացրել։ Գորը նստած էր իմ աջ կողմում։ Նա արագ պրոֆեսիոնալ կերպով խմեց բաժակը, անգամ չհոտոտելով, եւ անմիջապես ձգվեց դեպի շիշը, երկրորդը լցնելու։ Պապ։ Գորը թեքվեց ինձ, փչելով խումհարի ու թանկարժեք օծանելիքի խառը հոտը։ Ոնց ես դիմանում։ Ես դանդաղ շրջեցի գլուխս։ Դիմանում եմ, Գոր, իսկ ինձ ինչ պիտի լինի։ Ես ծեր եմ, ինձ լոմով էլ չես ջարդի։ Որդիս ինչ-որ ծուռ քմծի ծախ տվեց ու ուղեց վերնաշապիկի թևքը։ Եվ այդ պահին հայացքս կանգ առավ։ Նրա դաստակին պիջակի թևքի տակից փայլեց մետաղը, ժամացույց, զանգվածեղ, ոսկեգույն, ծանր ապարանջանով։ Rolex, կամ շատ որակյալ կեղծիք, կամ բնօրինակ։ Գլխումս ինչ-որ բան կտկտաց։ 3 օր առաջ, երբ Սիրանուշը մահացավ հիվանդանոցում, Գորը զանգել էր ինձ գիշերը։ Նա հեծկլտում էր լսափողի մեջ, ասում էր, որ բիզնեսը լրիվ խառն է, որ հաշիվները կալանքի տակ են հարկայինի կողմից, որ չի կարող գեթ 1 լումա տալ հուղարկավորության համար։ Պապ, փրկի, նույնիսկ բենզինի փող չունեմ, վարկատուները խեղդում են, նվնվում էր նա։ Այն ժամանակ ես վճարեցի ամեն ինչ՝ դաղաղը, գերեզմանի տեղը, հոգեհացը, ավտոբուսը։ Ես հանեցի թոշակիս քարտի ողջ գումարը, եւս պարտքարեցի Վարդանից, որովհետև դա մոր համար էր։ Իսկ հիմա նա նստած է այստեղ, լափում է օղին ու փայլեցնում է ժամացույցը, որն արժե իմ նիվայի չափ, եթե ոչ ավելի։ Լավ ժամացույց է, կամաց ասացի ես, հայացքս չկտրելով նրա դաստակից։ Գորը ցնցվեց, ասես հոսանք խփեր, կտրուկ քաշեց թևքը, թաքցնելով ոսկին։ Աչքերը վազվզել էին։ Հա, կեղծ է, պապ, չինական, ընկերս է նվիրել, որ ստատուսս պահեմ, բանակցությունների գնամ։ Հո գիտես, բիզնես է հիմա, իմիջն ամեն ինչ է։ Նա ստում էր, ես գիտեի երբ է նա ստում։ Այդպիսի պահերին նրա ձախ կոպը թեթևակի թրթռում էր։ Մանկության սովորություն էր, դեռ այն ժամանակվանից, երբ դրամապանակիցս 10-նանոց էր թրցրել մաստիգայի համար։ Իմիջ, ասում ես, ձգեցի ես, իսկ մորդ գերազմանակարի համար իմիջ չճարվեց, Գորը կարմրեց, վիզը բծերով պատվեց, պապ, մի սկսիր, ինքդ էլ գիտես վիճակս, ամեն ինչ կվերադարձնեմ, հենց որ մատակարարումների գործը ստացվի։ Նա լռեց, իրեն եւս մի բաժակ օղի լցրեց ու միանգամից խմեց։ Սեղանի շուրջ խոսակցությունները նորից աշխուժեցան։ Ինչ-որ մեկը հիշում էր, թե ինչպես էր Սիրանուշը կաղամբով կարկանդակներ թխում։ Գորը թուլացավ, տեսնելով, որ ես չեմ շարունակում հարցաքննությունը, բայց իմ ներսում արդեն սողում էր կասկածի ծանր սառը որդը։ Մեկ ժամ անց, երբ ժողովուրդը թափվեց միջանցք ծխելու, Գորը նորից մոտեցավ ինձ։ Նա արդեն նկատելիորեն հարբել ու համարձակվել էր։ Լսիր, պապ, մի այսպիսի գործ կա։ Նա իջեցրեց ձայնը, շուրջը նայելով դեպի խոհանոցի դուռը։ Մաման ասում էր, որ իր աշխատասենյակում պահարանի մեջ ամարանոցի փաստաթղթերն են ու հին հաշիվները, պետք է վերցնեմ։ Այնտեղ հին լիազորագիր կա իմ անունով, իրավաբանն էր ուզում, վերաձևակերպման համար։ Ինչ լիազորագիր, խոժորվեցի ես։ Ամարանոցն իմ անունով է, բնակարանը իմ ու մորդ, էլ ինչ ես ձևակերպելու։ Դե պապ, դու իրավաբանական նրբություններից չես հասկանում։ Նրա ձայնի մեջ հիստերիկ նոտաներ հնչեցին։ Այնտեղ հողի հետ կապված նրբություններ կան։ Մի խոսքով, տուր աշխատասենյակի բանալիները, ես արագ կնայեմ ու կվերցնեմ, որ հետո նորից չգամ գնամ։ Նա ձեռքը մեկնեց ափը վերև, սպասող պահանջկոտ ժեստ։ Նրա աչքերում ես վիշտ չտեսա, տեսա վախ ու աղահություն։
այնպիսի կենթանական, բացահայտ աղահություն, որից ամաչում է ոչ թե նա, ով աղաղ է, այլ նա, ով նայում է դրան։ Աշխատասենյակ, մի փոքրիկ սենյակ, նախկին խորդանոց, որը Սիրանուշը հարմարեցրել էր իր համար։ Նա այնտեղ ասեղնագործում էր, կարդում, պահում իր անդորրաղրերը։ Նա միշտ կողպում էր այն, երբ հյուրեր էին գալիս։ «Կարգու կանոն եմ սիրում, Տիգրան», ասում էր նա։ «Բանալիներն ինձ մոտ են», ասացի ես, նայելով որդուս ուղիղ աչքերի մեջ, «բայց աշխատասենյակ ես ինքս կմտնեմ, վաղը, այսօր թղթերոր չէ»։ «Պապ, ինձ հրատապ է պետք, վաղը իրավաբանը մեկնում է», գոռը գրեթե գոռում էր, գրավելով Սոնայի աղջկաս ուշադրությունը, որը խոհանոցում կամաց ամաններն էր լվացում։ Ես ասացի ոչ, կտրեցի ես։ Ձայնս հնչեց զնդանի վրա խփվող մուրճի պես։ Նստիր ու խմիր մորդ կենացը, կամ գնա։ Գոռը քարացավ, նրա դեմքը ծռվեց չարությունից, բայց նա անմիջապես վիրավորված անմեղության դիմակ հագավ։ Լավ, պապ, ոնց կասես, ես ուղղակի օգնել էի ուզում։ Նա հեռացավ, բայց ես մեջքիս վրա զգում էի նրա հայացքը, ծանր, կպչուն հայացք։ Երբ վերջին հյուրերը ցրվեցին եւ Սոնան համբուրելով իմ փշոտ թուշը դինաց երեխաների մոտ, ես մնացի դատարկ բնակարանում։ Լռությունը ճնշում էր ականջներս, պատի ժամացույցի տկտկոցը որոտ էր թվում։ Ես մոտեցա Սիրանուշի աշխատասենյակի դռանը, հանեցի բանալիների կապոցը, ձեռքերս դողում էին։ Ինչու էին գոռին այդքան շտապ պետք հին հաշիվները։ Սնանք մարդու մոտ որտեղից ոսկե ժամացույց, եւ ինչու էր իմ Սիրանուշը, ով երբեք ոչինչ չէր թաքցնում ինձանից, վերջին տարիներին ցնցվում ամեն հեռախոսազանգից։ Ես պտտեցի բանալին կողտքի մեջ։ Չկկոցը կրակոցի պես հնչեց։ Ես դեռ չգիտեի, որ դժոխքի դուռն եմ բացում։ Դուռը զիջեց մեղմ ճռոցով, կարծես բողոքելով ներխուժման համար։ Ես անցա շեմը եւ անմիջապես զգացի այդ հոտը։ Չոր նարդոսի, հին թղթի և նրա կարմիր Մոսկվա օծանելիքի հոտը, որը նա օգտագործում էր միայն տոներին։ Հոտն այնքան կենդանի էր, թանձր, որ ինձ մի վայրկյան թվաց, թե նա այստեղ է, նստած է իր բազգաթոռին, պատուհանի մոտ, կռացած ասեղնագործության վրա և հիմա կբարձրացնի գլուխը, կուղղի ակնոցը քթին ու կհարցնի. «Տիգրան, ինչու չես քնում»։ Բայց բազգաթոռը դատարկ էր։ Թիկնակին կախված էր նրա բրդյա կոֆտան, մոխրագույն, ձգված, թևքերի վրա գնդիկներով։ Նա հագնում էր, երբ մրսում էր։ Ես մեկնեցի ձեռքս, դիպա բրդին, այն սառն էր։ Այս սենյակում ամեն ինչ սառն էր։ Ես սեղմեցի անջատիչը։ Հին ջահի դեղին լույսը մեկ այրված լամպով կիսախավարից դուրս հանեց կնոջս նեղ աշխարհը։ Պոդոլսկ կարի մեքենան, փայտե պատյանում, վաղեմի տարիների բուրդա ամսագրերի կույտերը եւ այն նույն գերմանական արտադրության փայլեցված ոտքերով քարտուղար պահարանը, 80-ականների սովետական դեֆիցիտի հպարտություն։ Ես մոտեցա դրան, զգալով ինձ որպես դող սեփական տան մեջ։ «Ներից, Սիրանուշ», շշնջեցի դատարկության մեջ, բայց գոռը նա ինչ-որ բան գիտի, եւ ես էլ պետք է իմանամ։ Բանալին մեղմ պտտվեց բացվող սեղանեկի փականում։ Ես իջեցրեցի կափարիչը։ Ներսում կատարյալ կարգուկանոն էր տիրում, այն նույնը, որից երբեմն ողջ ժամանակ նյարդայնանում էի։ Գրիչները բաժակի մեջ մեկ առ մեկ շարված, բնակարանի վարձի կտրոնները առանձին թղթապանակում, ըստ տարիների, ամրակներով ամրացված, շնորհավորական բացիկների մի կույտ։ Ես սկսեցի թերթել թղթերը, նախ զգուշ, վախենալով խախտել համաչափությունը, հետո ավելի արագ, տենդագին։ Ամառանոցի փաստաթղթերը։ Ահա դրանք, դրված են վերևում, թափանցիկ ֆայլի մեջ։ Սեփականության վկայական, կադաստրային անձնագիր։ Ոչ մի արտառոց բան։ Սովորական թղթեր, որոնք ոչ մեկին հրատապ պետք չեն, առավել եւս ձմռանը։ Գոռը ստում էր։ Ես քաշեցի պահարանի միջի փոքրիկ դարակը։ Այնտեղ դրված էր մամպանսեի տուփը, կոճակներով։ Հին մետաղադրամներ, իսկ ամենատակը, ձևվածքների տակ, ես շոշափեցի ինչ-որ կարծր բան։ Դա սովորական 96 թերթանոց ընդհանուր տետր էր, դեռ խորհրդային, կապույտ մոմլաթե կազմով, որի վրա գրված էր աշխատանքների համար։ Սիրանուշը կոկիկ ներկել էր տողն ու տարական դասարանների ուսուցչի իր գեղագրական ձեռագրով գրել մեկ բառ՝ հաշվառում։ Ես նստեցի նրա բազկաթոռին։ Զսպանակները խղճալիորեն ճռռացին իմ ծանրության տակ։ Բացեցի առաջին էջը, 1985 թվականի փետրվարի 14։ Ամսաթիվն ընդգծված էր կարմիր գրիչով։ Ամսաթվի դիմաց գրված էր գումարը՝ 150 ռուբլի։ Եվ կարճ հավելում՝ տվի 6-ի։ Ես խոժորվացի։ 1985 թվական։ Ես այն ժամանակ որպես վարպետ էի աշխատում գործարանում։ 220 էի ստանում։
150 ռուբլին ահռելի փող էր, աշխատավարձի կեսից ավելին։ Ում կարող էր նա տալ դրանք։ Ես թերթեցի էջը։ 1985 թվականի փետրվարի 21, 5 շաբթի, 150 ռուբլի։ 1985 թվականի փետրվարի 28, 5 շաբթի, 150 ռուբլի։ 1985 թվականի մարտի 7, 5 շաբթի, 150 ռուբլի։ Թվերի սյունակները ձգվում էին անverջ, փոխվում էր թանակը, կապույտից սև, հետո մանուշակագույն։ Փոխվում էր ձեռագիրը, սկզբում հաստատուն, սեղմումով, տետրի վերջում դողացող ծերունական։ Չէր փոխվում միայն մեկ բան՝ կանոնավորությունը։ Ամեն 5 շաբթի, ամեն շաբաթ 40 տարի անընդմեջ։ Ես թերթում էի էջերն ու աչքերիս առաջ փայլատակում էր մեր երկրի պատմությունը արտահայտված դրամական նշաններով։ 1991 թվական։ Գումարները աճեցին 500 ռուբլի, 1000 ռուբլի։ 1993 թվական։ Ինֆլյացիա։ Գումարներ դարձան հրեշավոր 50,000, 100,000 դրամ։ 1998 թվական։ Դեֆոլտ։ Գրառում դոլար, 100 դոլար։ Որտեղից նրան դոլարներ 98-ին։ Մենք այն ժամանակ բոստանի կարտոֆիլ ու մակարոն էինք ուտում, առանց մսի։ Ես հիշում եմ, թե ինչպես էի քայլում մաշված կոշիկներով սոսնձելով տակացուն, որովհետև նորը գնելու փող չունեինք։ Իսկ նա տալիս էր 100 դոլար։ Ում։ Ինձ շոկն ընկավ։ Ես արձակեցի վերնաշապիկի սոցիկը, օդը չէր հերիքում։ 2005 թվական, նորից դրամ, 50,000։ 2015 թվական, 150,000։ 2024 թվական, գումարները կայունացան, 250,000 դրամ։ Ամեն շաբաթ։ Ես վերցրեցի հաշվիչը, որը դրված էր հենց սեղանին, մատներս չէին ենթարկվում, վրիպում էի կոճակներից։ Ես սկսեցի հաշվել, գումարում էի, բազմապատկում, վերածում էի մոտավոր փոխարժեքով։ Հաշվարկների վերջում ականջներս ղողանջում էին։ Վերջնական գումարն աստղաբաշխական էր։ Դրանք պարզապես փողեր չէին։ Դա 3 հատ 3 սենյականոց բնակարան էր մեր քաղաքի կենտրոնում, կամ լավ ամառանոց, կամ իմ ատամների բուժումը, որը մենք հետաձգում էինք 10 տարի, կամ ծով գնալը, որի մասին Սիրանուշը երազում էր ողջ կյանքում, բայց մենք այդպես էլ չգնացինք, որովհետև Տիգրան, փող չկա, պետք է խնայել։ Խնայել, արտաշնչեցի ես։ Բառը կախվեց լռության մեջ ծանր քարի պես։ Մենք աղքատ էինք ապրում, ոչ մուրացկան, բայց աշխատավարձից աշխատավարձ։ Ես հիշում եմ, թե ինչպես էր նա լամպի վրա կարում իմ գուլպաները, հիշում եմ, թե ինչպես էինք առնում ամենաէժան նրբերշիկները, հիշում եմ, թե ինչպես էր նա հրաժարվում նոր վերարկու գնել հինդ ձմեռ անընդմեջ, ասելով, թե հինը դեռ ոչինչ։ Ամեն ինչ ընտանիքին, Տիգրան, ժամանակները ծանր են։ Ժամանակները ծանր էին, իսկ նրա մոտ պարզվում է սև խոռոչ կար, որի մեջ նա լցնում էր ամեն ինչ, իմ աշխատավարձը, իր թոշակը, մեր սև օրվա փողերը։ Ես փակեցի տետրը։ Ձեռքերս այնպես էին դողում, որ տետրը ընկավ հատակին։ Դրա միջից մի փոքրիկ թուղթ ընկավ։ Գրավատան կտրոն, թվագրված 2008 թվականով, ոսկե մատանի, սուտակով, քաշը 3 գրամ։ Դա նրա ամուսնական մատանին էր, այն նույնը, որը նա իբր կորցրել էր բոստանում կարտոֆիլ քանդելու ժամանակ։ Ես այն ժամանակ դեռ հանգստացնում էի նրան, ասում էի՝ մի լացիլ Սիրանուշ ջան, կարևորը մենք ողջ ենք, մի նոր երկաթ կառնենք։ Նա չէր կորցրել այն, նա այն գրավ էր դրել, որպեսի 5 շաբթի փող տանի։ Ես նստած էի դատարկ սենյակում, շրջապատված այն կնոջ իրերով, որին, ինչպես ինձ թվում էր, ճանաչում էի մինչև վերջին խալը և հասկանում էի, որ ապրել եմ անծանոթուհու հետ։ Ով? Սիրեկա? Շանտաժիստ? Սեկտա? Ես հիշեցի գորի հայացքը, հիշեցի նրա դողացող ձեռքերը, նրա թանկարժեք ժամացույցը, նրա խուճապն այս սենյակի համար։ Այնտեղ ամառանոցի փաստաթղթերն են։ Ոչ տղաս, խրպոտացի ես, ոտքի կանգնելով բազկաթոռից, ոտքերս բամբակից էին։ Դա ամառանոցի փաստաթղթերը չեն, դա քո դատավճիռն է։
Ես ամբողջ գիշեր չքնեցի, քայլում էի բնակարանի մի անկյունից մյուսը ինչպես որսված գայլ, կապույտ տետր նայրում էր ձեռքերս, ես վերընթերցում էի ամսաթվերը, փորձելով համադրել դրանք մեր կյանքի իրադարձությունների հետ։ Ահա 1996 թվականը, Գոռն ընդունվում է ինստիտուտ, մենք վաճառում ենք ավտոնակը, որպիսի վճարենք ուսման վարձը, տետրում գրառում կա, հավելյալ 2 միլիոն։ Ահա 2010 թվականը, Գոռը բացում է իր առաջին բիզնեսը, պարտքով փող է խնդրում, մենք տալիս ենք այն ամենը, ինչ կար գրքույկի վրա, տետրում գրված է 50,000 դրամ, նորմայից ավելի։ Առավոտյան, հազիվ էր երկինքը մոխրագույն դարձել հարևան բարձրահարկերի կտուրների վրա, ես հագնվեցի, սափրվելու ուժ չկար, մազերս քերծում էին սվիտերի սոցիկը։ Ես տետրը դրեցի բաճկոնից ծոցագրպանը, ավելի մոտ սրտիս, որն այժմ բաբախում էր ընդհատումներով, ծանր ու խուլ։ Ինձ պետք էր բանկ գնալ։ Առավոտը մեր թաղամասում միշտ նույն կերպ է սկսվում, մռայլ։ Դռնապանները բահերով քերում են ասֆալտը, հանելով մի ձայն, որից ատամները ցավում են։ Եղյամով ծածկված մեքենաները ծանր հազում են, տաքացնելով շարժիչները։ Շենքերից դուրս են գալիս մարդիկ, գորշ, քնկոտ, մինչև աչքերը շարֆերի մեջ փաթաթված, որոնք շտապում են ավտոբուսի կանգառ։ Ես ձուլվեցի այդ հոսքին։ Ես քայլում էի, հենվելով ձեռնափայտիս։ Ծունկս ցավում էր եղանակի փոփոխությունից, եւ ինձ թվում էր, թե բոլորը գիտեն իմ գաղտնիքը, որ նայում են ինձ ու մտածում, ահա գնում է ծեր հիմարը, որին 40 տարի խաբել են։ Բանկի մասնաճյուղը բացվում էր ժամը 9:00-ին։ Ես այնտեղ էի 8:40։ Կանգնած էի փակ ապակե դռների մոտ, ոտքից ոտք էի կանգնում, շնչում էի սառածապակուն։ Կողքից դեսուդեն էին անում եւս մի քանի թոշակառուներ, քննարկելով կատնաշորի գները։ Բա Սիրանուշ Անդրանիկին, երկնային արքայություն, նույնպես էստեղ հաճախ էր լինում։ Հանկարծ ասաց նրանցից մեկը, Սիրուշ տատին, երրորդ շքամուտքից։ Ճանաչեց ինձ, չնայած բարձրացրած օծիկին։ Ես ցնցվեցի, հաճախ ասում ես։ Հա, համարյա ամեն շաբաթ Տիգրան Գարեգինի։ Մենք արդեն ծիծաղում էինք, թե գործի է գնում։ Միշտ բացվելուն պես ու միշտ նույն գանձապահի մոտ, 5-րդ պատուհանի Լենայի մոտ։ 9-ին անվտանգության աշխատակիցը ծուլորեն բացեց կողպեքը։ Ես առաջինը մտա, չվերցրեցի տերմինալի կտրոնը։ Այդ անհոգի մեքենաներն ինձ միշտ խճճում էին։ Ես գնացի ուղիղ ադմինիստրատորի մոտ, արհեստական ժպիտով մի երիտասարդ աղջկա։ Ինձ կառավարչի մոտ է պետք, ասացի ես։ Դուք գրանցված եք, Նարինե Արամին զբաղված է։ Ասա նրան, որ Սիրանուշի ամուսինն է եկել, ժառանգության ու ավանդների հարցով, գործը հրատապ է։ Կառավարիչ Նարինե Արամին իմ տալիքի խիստ կին էր, բարձր սանրվածքով։ Նա ճանաչում էր Սիրանուշին։ Նա դուրս եկավ ինձ ընդառաջ 5 րոպե անց, հրավիրեց աշխատասենյակ։ Ընդունեք իմ ցավակցությունները Տիգրան Գարեգինի։ Սիրանուշը ճշտապահ հաճախորդ էր։ Ես նստեցի աթորին, ձեռնափայտս դրեցի ծնկներիս։ Նարինե Արամին, ես հերվից չեմ սկսի։ Ես տանը գրառումներ եմ գտել։ Կինս հաշվից գումարներ է հանել, շատ գումարներ, ամեն շաբաթ։ Ինձ պետք է իմանալ, ուր։ Կառավարիչը հանեց ակնոցը, շփեց քիթը։ Նա ակնհայտորեն իրեն անհարմար էր զգում։ Տիգրան Գարեգինի, կա այսպիսի հասկացություն, բանկային գաղտնիք, բայց քանի որ Սիրանուշը մահացել է, իսկ դուք, ինչպես հասկանում եմ, մտնում եք ժառանգության մեջ, նա հառաչեց, թեքվեց դեպի համակարգիչը, թք-թք կացրեց ստեղնաշարին։ Այո, հաշիվը գործնականում դատարկ է, այնտեղ մնացել է 140 դրամ 30 լումա։ Իսկ ուր էին գնում փոխանցումները, հարցրի ես առաջ թեքվելով, ուր հաշվին։ Նարինե Արամին նայեց ինձ մոնիտորի վրայով տարօրինակ հայացքով։ Դրա մեջ խղճահարության եւ տարակուսանքի մախներուրդ էր։ Ոչ մի փոխանցում չի եղել Տիգրան Գարեգինի։ Սիրանուշը երբեք անկանխիկ գործարքներ չի արել։ Նա չէր վստահում, ինչպես ինքն էր ասում, օթում եղած թվերին։ Ապա ինչպես, կանխիկով։ Նա միշտ նախապես կանխիկ էր պատվիրում, խոշոր թղթադրամներ, միշտ 5 շաբաթի օրերին։ Գալիս էր, հանում էր դրամարկղից եւ դնում էր ծրարի մեջ, սովորական փոստային ծրարի մեջ, առանց նամականիշերի եւ գնում էր։ Ուր էր գնում։ Դե, կառավարիչը տատանվեց։ Ես չէի հետևում իհարկե, բայց աղջիկները գանձապահներն ասում էին, որ նա դուրս էր գալիս ոչ թե գլխավոր մուտքով դեպի պողոտա, այլ խնդրում էր բացել կողային դուռը, որը տանում է դեպի բակ, խանութների բեռնաթափման գոտի։ Ասում էր այնտեղից դեղատուն ավելի կարճ է։ Կողային դուռ, ետնաբակ, այնտեղ, որտեղ աղբամաններն են ու որտեղ միշտ կայանում են Երևան City-ի բեռնատարները։ Այնտեղ տեսախցիկներ չկան, փակուղի է։ Իդեալական վայր։ Կարելի է ինձ, ձայնս դողաց,
Կարելի է ինձ նայել տեսախցիկների ձայնագրությունը, բանկի ներսում, նախանցյալ 5 շաբթի օրվա։ Դա վերջին անգամն էր, երբ նա դուրս էր եկել տնից։ Նարինե Արամիին սեղմեց շուրթերը։ Դա կանոններին դեմ է, Տիգրան Գարեգինի, միայն ոստիկանության հարցումով։ Նարինե, ես դիմեցի նրան անունով, առանց հայրանվան, որպես հին ծանոթի։ Ես չեմ գնա ոստիկանություն, քանի դեռ ինքս չեմ հասկացել։ Խնդրում եմ, Սիրանուշի հիշատակի համար, ես հո կգժվեմ, եթե չիմանամ։ Նա մի րոպե լռեց, լսվում էր, թե ինչպես է բզբզում սեղանի տակի համակարգիչը, հետո վճռականորեն գլխով արեց։ Լավ, միայն թե ոչ մեկին եւ միայն մեկ դրվագ։ Նա շրջեց մոնիտորը դեպի ինձ, էկրանին սկսեցին փոխվել սև-սպիտակ կադրերը։ Ամսաթիվ 08 հունվարի 2026 թվական, 5 շաբթի, ժամը 10:15։ Ահա նա մտնում է։ Իմ Սիրանուշը իր հին բաճկոնով, գործված բերետով, շարժվում է դանդաղ, ծանր, ոտքերը ցավում էին, արթրիտ, մոտենում է դրամարկղին, գանձապահը նրան ինչ-որ բան է փոխանցում դարակով, Սիրանուշը վերցնում է փողերի կապոցը, հաստ, ռետինով կապած, շուրջն է նայում, նրա տեսքը վախեցած էր, հալածված։ Նա թաքցնում է փողերը պայուսակի մեջ, այն երկու ձեռքով սեղմում է կրծքին, հետո նա գնում է ոչ թե դեպի ելքը, այլ միջանցքի խորքը, դեպի ծառայողական դուռը։ Տեսախցիկը փոխվում է, միջանցք, նա հրում է ծանր մետաղյա դուռն ու անհետանում է բակի ձնե պտույվի մեջ։ Այսքանը, հարցրեցի ես։ Այնտեղ այլևս բանկի տեսախցիկներ չկան, ձեռքերը տարածեց Նարինե Արամիին։ Այնտեղ բակն է։ Ես դուրս եկա բանկից, օրորվելով։ Սառնամանիքային օդն այրեց թոքերս, բայց չսառեցրեց գլուխս։ Ետնաբակ։ Ես շրջանցեցի շենքը, խուլ մի անկյուն, լցված կեղտոտ ձյունով։ Պատերը գրված էին գրաֆիտիներով։ Այստեղ նեխած բանջարեղենի ու արտանետվող գազերի հոտ էր գալիս։ Նա գալիս էր այստեղ, փողերով։ Այստեղ նրան ինչ-որ մեկը սպասում էր։ Ես կանգնած էի ու նայում էի տրորված ձյանը։ Հետքերը վաղուց ծածկվել էին, բայց ես ասես տեսնում էի այդ սև ավտոմեքենայի ուրվականը։ Ինձ աչքեր էին պետք, աչքեր, որոնք տեսել էին այն, ինչ չէին տեսել բանկի տեսախցիկները, եւ ես գիտեի ում մոտ գնալ։ Ես հանեցի հեռախոսս, հավաքեցի մի համար, որն անգիր հիշում էի դեռ գործարանային ժամանակներից։ Վարդան, բարև, հին ընկեր, գործ կա, հեռախոսի չի, լցրու, ես գալիս եմ։ Վարդանը, մեր գործարանի անվտանգության նախկին պետը, իսկ այժմ թոշակառու եւ պահակ գարաժների կոոպերատիվում միակ մարդն էր, ով կարողանում էր ինֆորմացիա գտնել հողի տակից։ Եվ նա միակն էր, ում կարող էի պատմել այս խայտարակության մասին, որովհետև եթե այն, ինչ ես մտածում եմ ճիշտ է, ապա ինձ ոչ միայն օգնություն կպահանջվի, ինձ զենք կպահանջվի, եւ ես ատրճանակի մասին չեմ։ Զեյթունի գարաժների կոոպերատիվը պետություն էր պետության ներսում։ Ժանգոտած երկաթի ու կարմիր աղյուցի լաբիրինթոս, մինչև տանիքները ծածկված ձյունով։ Այստեղ քաղաքի օրենքները չէին գործում։ Այստեղ ժամանակն այլ կերպ էր հոսում, թանձր, ձգվող հոսանքով, որից գալիս էր յուղի, բենզինի եւ տղամարդկային ազատության հոտ։ Ես անցնում էի նեղ, տրորված կածանով, հենվելով ձեռնափայտիս։ Սառնամանիքն ուժեղանում էր, երեկոյան -25 էին խոստացել, եւ օդն արդեն ղողանջում էր լարված լարի պես։ Վարդանի գարաժը երրորդ շարքում էր, համար 118։ Ուժի վայր։ Մենք նրա հետ այստեղ կես կյանք ենք անցկացրել, շարժիչներ ենք քանդել հավաքել, մեր ժիգուլիների հատակն ենք զոդել, թաքնվել ենք կանանց սկանդալներից ու պարզապես լռել ենք, նայելով վառարանի կրակին։ Վարդանն արդեն սպասում էր։ Զանգվածեղ դարպասի դռնակը կիսաբաց էր։ Ճեղքից դուրս էր գալիս գոլորվիչը եւ դեղին էլեկտրական լույսը։ Ներս արի, տունը մի սարեցրու, գոռաց նախորքից, հենց որ ոտքս դրեցի շեմին։ Ներսում տաք էր ու ծխվոտված։ Բզբզում էր հին յուղային տաքացուցիչը։ Թերթով ծածկված աշխատասեղանին արդեն դրված էր շշով քրտնած թթի օղին ու ափսե կտրտած ճարպով, սոխով ու թթու վարունգով։ Ինքը Վարդանը գեր, ալեհեր, խորոված կարտոֆիլի նման ողջ դեմքով ու խորամանկ, խորը նստած աչքերով նստած էր ինչ-որ հին ավտոբուսից պոկնած ճկված բազմոցին։ Բարև Տիգրան։ Նա ոտքի չկանգնեց։ Ոտքերն իմից էլ բեթար էին ցավում, բայց մեկնեց բահի պես լայն ափը։ Նստիր։ Տեսքդ իհարկե այնպիսին է, որ այն աշխարհ գնալու ժամանակ է։ Ես հանեցի գլխարկս, թափ տվեցի ձյունն ուսերիցս, նստեցի դիմացը։
Գարաժում լաթի հոտ էր գալիս, եւ այն յուրահատուկ հարմարավետ կեղտի հոտը, որը լինում է միայն արհեստանոցներում, որտեղ ձեռքերով են աշխատում։ Պատերին կախված էին գործիքները, դասավորված մանրախնդիր ճշտությամբ։ Մանեկադարձիչները ըստ չափի, պտուտահանները ըստ կարգի եւ մի հին պաստառ կիսամերկ աղջիկա նկարով Վոլգայի կապոթի վրա, որը գունաթափվել դարձել էր բաց երկնագույն։ Լցրու, խուլ ասացի ես։ Վարդանը լուր լցրեց թրմողին բաժակների մեջ։ Մենք խմեցինք։ Հեղուկը կրակի պես անցավ կերակրափողովս, մի փոքր թուլացնելով կրծքիս մեջ գոյացած պինդ հանգույցը։ Վարդանը խրթխրթացրեց վարունգը սպասողական նայելով ինձ։ Նա սպասել գիտեր։ Նախկին օպեր, հետո գործարանի անվտանգության ծառայության պետ։ Նա գիտեր, որ մարդն ինքը պետք է հասունանա, որպիսի հոգին դատարկի։ Ես ձեռքս տարածոցագրպանս եւ հանեցի կապույտ տետրը։ Դրեցի այն թերթի վրա, ճարպի կողքին։ Այս ինչ է, աչքերը կկոցեց Վարդանը։ Սա, Վարդան, իմ ընտանեկան կյանքի գինն է։ Նայիր։ Նա սրբեց ձեռքերը լաթով, դրեց վզից կախված ակնոցն ու բացեց տետրը։ Սկզբում թերթում էր արագ, հետո ավելի դանդաղ։ Նրա խիթոնքերը վերև էին սողում։ Նա շարժում էր շուրթերը, մտքում ինչ-որ բան հաշվելով։ Այ քեզ բան, արտաշնչեց նա վերջապես։ Էս ինչքան է։ Մի 150-200 միլիոն դրամ կլինի։ Տիգրան, դու ինչ է, Կորեիկոյի պես ընդհատակյա միլիոնատեր էիր։ Դա Սիրանույշն է, ասացի ես նայելով հատակին։ Սիրանույշն է հանել, 40 տարի շարունակ, ամեն 5 շաբթի։ Սիրանույշը։ Վարդանը խեղդվեց օդից։ Քո Սիրանույշը։ Բայց նա մի ավելորդ լումա չէր ծախսում իր վրա։ Մենք հո նրա հետ քանի անգամ սպասիր, ուղ էր տանում։ Ահա հենց դա էլ ուզում եմ իմանալ։ Ես պատմեցի նրան բանկի, դատարկ հաշվի, ետնադռան եւ տեսախցիկների բացակայության մասին։ Ինձ պետք է իմանալ, թե ով էր նրան այնտեղ սպասում։ Վարդան, իմ ընդերքն այրվում է, ես քնել չեմ կարողանում։ Մտածում եմ, բա որ սիրեկան է, կամ շանտաժ, կամ ինչ-որ սեկտա։ Վարդանը խոժորվեց, մատներով թմկահարեց սեղանին։ Սիրեկան հաստատ չէ։ Սիրանույշ Անդրանիկովնան խիստ կանոններով կին էր, այն էլ այդ տարիքում։ Սեկտա։ Հնարավոր է։ Հիմա այդ խաբեբաները շատացել են, կարմա մաքրողներ, հոգի փրկողներ, բայց 40 տարի։ Չէ, այստեղ ուրիշ բան է, համակարգային։ Նա ձգվեց դեպի դարակը, հանեց հին մաշված նոութբուքը, որն օգտագործում էր մեքենաների դիագնոստիկայի համար։ Բանկի ետնաբակն ես ասում։ Կոմիտասի 45։ Հա, այնտեղ բանկի տեսախցիկներ չկան։ Ճիշտ է։ Տնտեսում են բուրժույները։ Բայց նա խորամանքորեն կկոցեց աչքերը։ Այնտեղ դիմացը Ռիո մոլն է։ Իսկ նրանց բեռնաթափման հարթակում գմբետավոր տեսախցիկ կա։ Այն հենց ֆիքսում է ամբողջ այն տարածքը, որտեղ աղբամաններն են։ Եվ այդ տեսախցիկը միացված է անվտանգ քաղաք համակարգին։ Իսկ դու կարող ես, ես առաջ թեքվեցի։ Ես? Չէ, ես թոշակառու եմ, իմ գործը շլագբաում բացելն է, բայց եղբորս տղան, Հայկը, նա հիմա օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ մասում է նստում, հերթափոխի պետն է։ Վարդանը հանեց հեռախոսը։ Լցրու մինչև այդ երկրորդը։ Գործը նուրբ է։ Նա հավաքեց համարը, միացրեց բարձրախոսը, բայց անմիջապես սթափվեց ու հեռախոսը մոտեցրեց ականջին։ Հայկ, բարև, հոպարի տղա։ Հա, հոպար ջան, լսիր, կենաց եւ մահու հարցը, ոչ թե ծառայողական, այլ ընկերական։ Պետք է նայել անցած 5 շաբթվա արխիվը։ Հասցենք ուղարկեմ։ Ժամը նա նայեց ինձ։ Առավոտյան 10:15, հուշեցի ես։ Առավոտյան 10-ից 11-ը։ Հա, Կոմիտասի 45 ետնաբակը, որևէ մեքենա կամ մարդ այնտեղ պտտվում էր։ Չէ, քրեական բան չկա, ընտանեկան է։ Հայկ ջան, շատ է պետք, տակից դուրս կգամ։ Հա, այն նույն կոնյակից, սպասում եմ։ Մենք խմեցինք երկրորդը։ Լռությունը գարաժում դարձավ մածուցիկ, ես նայում էի վառարանի ճեղքի կերակին ու մտածում էի, իսկ արդյոք ես ուզում եմ իմանալ, գուցե ավելի լավ է հենց հիմա վառել այս տետրը, խմել վերջացնել շիշն ու հանգիստ մեռնել, հավատալով, որ կինս սուրբ էր, բայց չարությունը, սառը ու սուր, ինձ հանգիստ չէր տալիս։
Նոութբուքը ծղրտաց 10 րոպե անց։ Հաղորդագրություն եկավ մեսենջերին։ Ֆայլ։ Ահա, ուղարկեց անպիտանը, փնփնթաց Վարդանը բացելով տեսանյութը։ Դե արի մի հատ կինո նայենք։ Մենք հակվեցինք պղտոր էկրանի վրա։ Պատկերը հատիկավոր էր, գորշ։ Փողոցային տեսախցիկի տիպիկ պատկեր մռայլ օրով։ Տեսանյութը նկարահանված էր հեռախոսով, թաքուն, հակառակ դեպքում Հայկին կհեռացնեին աշխատանքից, բայց ոչինչից չունենալուց սա էլ էր բան։ Ահա ետնաբակը, կեղտոտ ձյուն, աղբամաններ, գրություններով պատված պատեր։ Դա տառք է։ Անկյունի ժամանակաչափն արագ վազում էր 10:10, 10:12, 10:14-ին կադր մետավ մի մեքենա, սև սեդան, կեղտոտ։ Համարները չէին երևում, ձյունով էին ծածկված, բայց մեքենան թանկարժեք էր, գիշապիկ տեսքով։ BMW էր, կարծես թե Audi։ Մեքենան կանգնեց փակուղում տրանսֆորմատորային խցիկի մոտ, այնպես որ ճանապարհից չերևար։ Շարժի չչանյատեցին, խլացուցչի խողովակից թանձր սպիտակ ծուխ էր դուրս գալիս։ 17-ին բացվեց բանկի մետաղյա դուռը։ Դուրս եկավ փոքրիկ մի կերպար, Սիրանուշը։ Ես նրան անմիջապես ճանաչեցի քայլվածքից։ Մի փոքր կաղում էր ձախ ոտքից։ Նա շուրջը նայեց, պայուսակը սեղմեց կրծքին ու արագ մանր քայլերով մոտեցավ մեքենային։ Ավտոմեքենայի հետևի ապակին իջավ ոչ ամբողջությամբ, այլ միայն կիսով չափ։ Սիրանուշը պայուսակից հանեց սպիտակ ծրարը, մեկնեց այն պատուհանի ճեղքից։ Սրահի մթությունից մի ձեռք դուրս եկավ։ Ես սեղմեցի դադարի կոճակը։ Մեծացրու, խրպոտացի ես։ Վարդանը մկնիկով կտկտացրեց, մոտեցնելով պատկերը։ Պիքսելները լղոզվեցին, բայց նկարը մնաց ընթեռնելի։ Ձեռքը տղամարդու էր, թանկարժեք վերարկուի կամ պիջակի թևքի մեջ։ Մատնեմատին փայլեց կնիկ մատանին, զանգվածեղ սև քարով։ Իսկ դաստակին։ Դաստակին փայլատակեց ժամացույցը, ոսկեգույն, խոշոր։ Ինձ ասես կացնի բութ կողմով հարվածեցին գլխիս, շնչառությունս կտրվեց։ Ես հո գիտեի այդ ձեռքը։ Ես տեսել էի այն 3 հոգեհացի սեղանի շուրջ, երբ այն օղի էր լցնում։ Ես տեսել էի այն մանկության տարիներին, երբ այն սեղմում էր խաղալի կատրճանակը։ Գոր դուրս թռավ բերանիցս։ Վարդանը քարացավ։ Նա դանդաղ շրջեց գլուխը դեպի ինձ։ Որդիս, դա նրա ժամացույցն է, շշնջացի ես։ 3 դրանով էր փայլփլում։ Ու մատանին, դա իմ նվերն է նրա 30-ամյակին։ Ունիքսով կնիկ մատանի է։ Քո որդին թալանել է մորը։ Վարդանի ձայնը դարձավ կոշտ, մետաղական։ Տիգրան, վստահ ես, գուցե ուղակի վերցնում էր նրան, տուն էր տանում։ Վերցնում էր, ես դառնությամբ քմծի ծաղտվեցի։ Շարունակիր նայել, Վարդանը հանեց դադարից։ Ձեռքը խլեց ծրարը կտրուկ, կոպիտ, ասես որսը պոկելով։ Սիրանուշն ինչ-որ բան ասաց, մեկնեց ձեռքը, կարծես ուզում էր դիպչել որդուն, շոյել, բայց ապակին սողաց վերև, կտրելով նրա ճանապարհը։ Մեքենան գազ տվեց, ծխի քուլա արձակելով, և կտրուկ հետ քշեց, շրջվելով։ Սիրանուշը ետ քաշվեց, որպիսի անիվների տակ չընկնի։ Նա մնաց կանգնած մենակ, կեղտոտ բակի մեջտեղում, նայելով հեռացող մեքենայի հետևից։ Կանգնեց երկար, մի 10 վայրկյան։ Հետո իջեցրեց գլուխն ու դանդաղ հեռացավ։ Տեսանյութն ավարտվեց։ Վարդանը բարձր խփեց նոութբուքը։ Այ քեզ վիժվածք, ասաց նա։ Այդ բառի մեջ այնքան արհամարկ կար, որ օդը թվում էր ավելի խտացավ։ Հարազատ մորը հաշվիչի վրա էր նստացրել։ Ես նստած էի նայելով գարաժի դատարկ պատին։ Ներսումս ամեն ինչ մեռել էր։ Այլևս չկար ոչ ցավ, ոչ կասկած։ Մնացել էր միայն դատարկությունը։ Եվ այդ դատարկության մեջ սկսեց ծնվել որոշումը։ Սարսափելի, ծանր, բետոնե սալի պես։ 40 տարի Վարդան, ասացի ես հավասար օտարոտի ձայնով։ Նա սկսել է դա 85-ին։ Այն ժամանակ 20 տարեկան էր։ Ուսանող, կոմսոմոլ, շանտաժ, հարցրեց Վարդանը։ Ինչով կարող էր նա վախեցնել նրան։ Սիրանույի Շանդրանիկովնան սուրբ կին էր, սիրեկան նա չուներ, ղողանալ նա չգիտեր, ինչով, կգտնեմ ինչով։ Ես ոտքի կանգնեցի, ոտքերս ամուր պահում էին, հարբածությունն անցել էր։ Շնորհակալ եմ Վարդան, դու աչքերս բացեցիր, սպասիր։ Վարդանը բռնեց թևքիցս, դու գժվել ես, սպանել ես ուզում նրան,
Մեղք մի վերցրու հոգուտ Տիգրան, նա դրան չարժե։ Սպանել։ Ես նայեցի ինքերոջս։ Ոչ, մահը նրա համար չափազանց հեշտ ելք է։ Ես այնպես կանեմ, որ նա ապրել չուզենա։ Ես դուրս եկա գարաժից դեպի գիշեր։ Սառնամանիքն այլևս չէր կծում։ Ես պարզապես չէի զգում այն։ Տուն վերադարձա կեսգիշերն անց։ Բնակարանն ինձ դիմավորեց խավարով ու ցրտով։ Թվում էր ջերմությունը Սիրանուհիշի հետ ընդմիշտ հեռացել է։ Ես չմիացրի միջանցքի լույսը։ Անցա խոհանոց, ծորակից մի բաժակ ջուր լցրի։ Ջուրը սառցեր, քլորի ու ժանգոտ խողովակների համ էր գալիս։ Մեր ջրատարը գոր իմ տղա, հիմա առաջնեք։ Ես հիշեցի, թե ինչպես էի նրան վերցնում ծննդատնից, կապույտ ժապանևենով փաթեթ։ Հիշեցի, թե ինչպես էի սովորեցնում երկանիվ հեծանիվ քշել։ Պապ, բաց մի թող, պապ, ես վախենում եմ։ Մի վախեցիր, տղաս, ես պահում եմ։ Ես պահեցի նրան ամբողջ կյանքում, իսկ նա պարզվում է այս ամբողջ ընթացքում խմում էր մեր արյունը։ Ինչու՞։ Հարցը խփվում էր գլխիս մեջ, բռնված թռչունի պես։ Որպեսի 40 տարի փող քաշես, լծակ է պետք, սարսափելի լծակ։ Ես գնացի Սիրանուհիշի աշխատասենյակ։ Այժմ ես ինձ զգում էի որպես քննիչ հանցագործության վայրում։ Ես նորից բացեցի պահարանը, տակնու վրա արեցի ամեն ինչ, ամեն մի թղթի կտոր, կտրոններ, դեղոտոմսեր, ընկերուհիների նամակներ, ոչինչ, ինչ որտեղ պետք է լինի բացատրություն։ Սիրանուհիշը չէր կարող պարզապես վճարել։ Պետք է լիներ պայմանավորվածություն կամ սպառնալիք։ Ես բարձրացրի գլուխս։ Անտրեսոլներ։ Միջանցքում հենց առաստաղի տակ կային հին ներկառուցված պահարաններ, որտեղ մենք տարիներով չէինք նայում։ Այնտեղ պահվում էին տոնածառի խաղալիքները, իմ հին ձկնորսական կոշիկներն ու արխիվը, երեխաների դպրոցական օրագրերը, հին դասագրքերը։ Ես բերեցի աստիճանը, մագլցեցի վերև, տնքալով ու հայհոյելով ցավող մեջքս։ Լայն բացեցի դռները, փոշին խփեց քթիս։ Ես սկսեցի դուրս շպրտել տուփերը, հին ռակետա փոշեկուլը, տոնածառի գնդակներով տուփը, դիաֆիլմերով փաթեթը։ Ամենաանկյունում, չորացած ներկով բանկաների հետևում, ընկած էր հին կապիչներով ստվարաթղթե թղթապանակ։ Դրա վրա Սիրանուշի ձեռքով գրված էր. Գոր պատմություն։ Ես իջա աստիճանից, թղթապանակը կրծքիս սեղմած, նստեցի հատակին հենց միջանցքում, լամպի դեղին լույսի տակ եւ արձակեցի կապերը։ Առաջինն ընկավ մի թղթի կտոր, դեղնած, վանդակավոր պոկված տետրից։ Ամսաթիվը 12 փետրվարի 1985 թվական։ Տեքստը գրված էր տպատառերով, տգեղ, դիտավորյալ սխալներով, բայց ես ճանաչեցի այդ ոճը։ Դա ձեռագիրը թաքցնելու փորձ էր, բայց Տ եւ Ր տառերի բնորոշ թեկությունը մատնում էր հեղինակին։ Ես տեսել էի այդ ձեռագիրը Գորի դպրոցական շարադրությունների մեջ։ Հարգելի Սիրանուշ Անդրանիկովնա, ձեր որդին Գորը սարսափելի բան է արել։ Նա պարտքով փող է վերցրել լուրջ մարդկանցից ու տանուլ է տվել, իսկ բացի այդ, նա մարդ է վրաերթի ենթարկել հոր մեքենայով։ Մենք լուծել ենք հարցը միլիցիայի հետ, բայց հիմա նա պարտք է մեզ։ Եթե դուք ամեն շաբաթ չվճարեք 150 ռուբլի, մենք կհանձնենք նրան։ Նրան կնստեցնեն մի 10 տարով, կամ կսպանենք։ Հայրը չպետք է իմանա։ Եթե Տիգրանն իմանա, մենք Գորին միանգամից կսպանենք։ Վճարեք ու լռեք։ Ես սա վերընթերցեցի 3 անգամ։ Գորը 20 տարեկան էր։ Նա սովորում էր պոլիտեխնիկի 2-րդ կուրսում։ Ես հիշում եմ այդ տարին։ Ես այն ժամանակ գործուղումն էի Սուրգուտում։ Կես տարի տանը չէի եղել։ Մեքենան, իմ Ժիգուլի 06-ը կանգնած էր գարաժում։ Երբ ես վերադարձա, դրա թևի վրա փոց ընկած տեղ կար։ Սիրանուշն ասաց, որ ինքն է խփել դարպասին, երբ փորձում էր դուրս հանել, որ լվանա։ Ես հավատացի։ Նա անգամ վարորդական իրավունք ուներ, թեև չէր վարում։ Նշանակում է նա վերցրել է մեքենան, քանի դեռ ես չկայի։ Ընկերների հետ քշել է։ Գուցե եւ իրոք ինչ-որ մեկին խփել էր կամ պարզապես կոտրել էր լուսարձակն ու վախեցել էր եւ գրել այս նամակը։ Լուրջ մարդիկ, 85 թվին ռեկետ, զառանցանք է։ Դրանք դեռ խորհրդային ժամանակներն էին, բայց Սիրանուշը, իմ պարզ դյուրահավատ Սիրանուշը, որը գյուղում էր մեծացել, նա վախեցել էր։ Հայրը չպետք է իմանա, սա էր բանալին։ Նա գիտեր իմ բնավորությունը, գիտեր, որ եթե ես իմանայի, որ որդիս խաղալով տանուլ է տվել կամ խմած ջարդել է մեքենան, ես կծեծեի նրան, կուղարկեի բանակ, բայց ես կլուծեի հարցը, ես թույլ չէի տա, որ նրան սպանեին։ Նա ընտրեց վճարելը, փրկելը։ Ես շրջեցի նամակը։ Այնտեղ եւս մեկը կար, 1995 թվական։ Մամ, ես եմ, նրանք նորից գտել են ինձ, այն 90-ականների ախպերությունները,
Նրանք հիմա բիզնեսմեններ են, բայց պարտքն աճել է։ Ասացին, որ կվառեն մեր բնակարանը, եթե չավելացնենք վճարումը։ Պապային ոչ մի բառ, նա սրտի խնդիր ունի։ 2005 թվական։ Մամ, հարկայինից ստուգում է, կարող են նստեցնել մեքենայությունների համար, պետք է կաշառք տալ, կանոնավոր կերպով, թե չէ կընկնեմ բանտ, իսկ ես երեխաներ ունեմ, դու հո չես ուզում, որ թոռներդ առանց հոր մեծանան։ Ես կարդում էի այս նամակները։ Մի ամբողջ կյանք տևած ստի ժամանակագրություն։ Այստեղ արտաքին թշնամի չկար, ոչ մի բանդիտներ չկային 85-ին, ոչ մի լուրջ մարդիկ չկային, կար միայն գոռը, իմ որդին, որը 20 տարեկանում թուղթ խաղալով պարտվելով կամ պարզապես լավ կյանք ուզելով սարսափելի հեքիաթ էր հորինել հոր համար։ Եվ տեսնելով, որ դա աշխատեց, որ մայրը պատրաստ է վերջինն էլ տալ հանուն իր փրկության, նա դա վերացեց համակարգի։ Նա իր համար կթուկով ստեղծեց սեփական մոր վախից։ Նա ապրում էր այդ գումարներով, գնում էր իր առաջին արտասահմանյան մեքենաները, կնոջը Դուբայ էր տանում հանգստի, գնում էր ժամացույցներ եւ այդ ողջ ընթացքում նայում էր մոր աչքերի մեջ, վերցնում էր ծրարները ետնաբակում, խաղալով հանգամանքների զոհի դերը։ Ինձ ֆիզիկապես սրտխառնոց բռնեց։ Ես վազեցի զուգարան եւ ես մաղց փսխեցի։ Ես լվացվեցի սառը ջրով, նայեցի ինձ հայելու մեջ, ապակու միջից ինձ էր նայում գորշ դեմքով ու աչքերով մի ծերունի, որոնց մեջ խավար ծփում։ Դե ինչ գոր Տիգրանի, ասացի ես իմ արտացոլանքին, դու գեղեցիկ կյանք էիր ուզում, դու այն կստանաս։ Ես քեզ համար այնպիսի ֆինալ կկազմակերպեմ, որ 90-ականները քեզ մանկապարտեզի հանդես կթվան։ Ես վերադարձա խոհանոց, հանեցի հեռախոսս, գտա աղջկաս համարը։ Սոնա, քնած ես, պապ, գիշերվա ժամը 3-ն է, ինչ է պատահել, ճնշումդ է բարձրացել։ Աղջկաս ձայնը տագնապալի էր, քնկոտ։ Ամեն ինչ նորմալ է, ուշադիր լսիր ինձ։ Վաղը հավաքիր բոլորին, մարդուդ, երեխաներին եւ գոռին զանգիր։ Ասա հայրը կանչում է ընտանեկան խորհրդի ժառանգության հարցով։ Պապ, գուցե 9-ից հետո, ինչու հիմա։ Վաղը Սոնա, երեկոյան ժամը 6-ին, որ բոլորը լինեն։ Ասա գորին որոշել եմ բնակարանն ու ամառանոցը ձևակերպել նրա անունով։ Թող անձնագրով գա։ Դու որոշել ես նրա վրա ձևակերպել։ Աղջիկաս ձայնի մեջ հնչեց դառը վիրավորանք։ Նա սովոր էր, որ գոռը սիրելին է։ Արի աղջիկս, ամեն ինչ կիմանաս։ Ես անջատեցի հեռախոսը։ Հիմա մնացել էր ամենադժվարը՝ նախապատրաստվելը։ Ես գիշերվա մնացած մասը չքնեցի։ Ես նստած էի սեղանի մոտ եւ գրում էի, ոչ թե կտակ։ Ես գրում էի այս պիեսի վերջին գործողության սցենարը։ Ես սեղանին էի դասավորում ապացույցները, տետրը, տեսախցիկների արտատպվածքները, ես դրանք ուղարկել էի իմ էլ-փոստին եւ տպել էի Սիրանուշի հին տպիչով։ Գորի նամակները։ Ես գտա մի հին լուսանկար, մենք երեքով, ես, Սիրանուշը եւ փոքրիկ գոռը ծովափին ենք։ Մենք երջանիկ ենք, արևայրուք ընդունած։ Գոռը ծիծաղում է, նստած ուսերիս։ Ես վերցրի կրակայրիչը, մոտեցրի կրակը լուսանկարի անկյունին։ Գոռն այրվեց առաջինը, հետո Սիրանուշը, հետո ես։ Մոխիրն ընկավ մոմլաթես փրոցին։ Ես թափ տվեցի այն աղբամանի մեջ։ Վաղը 5 շաբթի է, վճարման օրը։ Դե ինչ տղաս, վաղը դու կստանաս քո վերջին ծրարը։ Ամբողջ օրը ես պատրաստվում էի այս երեկոյան որպես վերջին մարտի։ Ես մաքուր սափրվեցի մինչև կապտելը, թեև մաշկս, պերգամենտի պես չորացած, բողոքում էր ածելիի դեմ։ Հագա իմ միակ տոնական կոստյումը, մուգ մոխրագույն, բրդյա, որը գնել էի դեռ գործարանի Հոբելյանին, 10 տարի առաջ։ Այն պարկի պես կախված էր վրաս։ Ես այս օրերի ընթացքում չորացել էի, կարծես միջիցս օդ էին բաց թողել։ Բայց փողկապս ձգեցի պինդ, այնպես որ հանգույցը զգայի հնձորակիս։ Դա օգնում էր կենտրոնանալ։ Բնակարանում լուր ու ստերիլ էր։ Ես մաքրեցի ամեն ավելորդ բան։ Հյուրասենյակի սեղանից անհետացավ ժանյակավոր սփռոցը, սուշկեներով սկահակը, աղամանները։ Մնաց միայն մերկ, փայլեցված մակերեսը, սառը ու մուգ, ինչպես սառույցը լճի վրա։ Սեղանի կենտրոնում ես դրեցի կապույտ տետրը, նրանից աջ տպված նամակների կապոցը, ձախից տեսախցիկների լուսանկարներով ֆայլը։ Իսկ եզրին, այնտեղ որտեղ պետք է նստեր գոռը, ես դրեցի հաստ սպիտակ ծրարը, ուռուցիկ, պինդ լցված, ճիշտ այնպիսին, ինչպիսիք Սիրանուշը տանում էլ 40 տարի շարունակ։ Առաջինը եկավ Սոնան։
Զանգը հնչեց ուղիղ 6:15 պակաս։ Նա միշտ շուտ էր գալիս, սովորություն այն մարդու, ով վախենում է ուշանալ ու հուսահապանել։ Պետական աշխատողի, բժշկի սովորություն, որն ապրում է ըստ չվացուցակի։ Նա ներս մտավ, թափ տալով ձյուն նեժանագին բաճկոնից, հոգնած, աչքերի տակ գորշ շրջանակներով։ «Պապ, ինչու ես այսպես տոնական հագնվել»։ Նա զարմացած նայեց իմ կոստյումին։ «Ու դուղն էլ բաց է»։ «Անցիր աղջիկս, համվիր, թեյնիկը տաք է»։ Սոնան անցավ հյուրասենյակ, տեսավ դատարկ սեղանն ու փաստաթղթերը, լարվեց։ «Պապ, եթե դուք Գորի հետ բնակարանն եք կիսելու, դու մի անհանգստացիր, ես հավակնություններ չունեմ»։ Նա նստեց աթոռի եզրին, նյարդայնորեն խաղալով պայուսակի փականի հետ։ «Ես հասկանում եմ, Գորին ավելի շատ է պետք, նա բիզնես ունի, պարտքեր, ստատուս, իսկ մենք Անդրանիկի հետ մի կերպ յոլա կգնանք։ Հիպոթեքը դեռ 5 տարի պետք է վճարենք, բայց գլուխ կհանենք»։ Ես նայում էի նրան և սիրտս կծկվում էր։ Ահա նա, իմ դուստրը, ազնիվ, կյանքից ծեծված, երկրորդ դերերում լինելում սովոր։ Գորին ավելի շատ է պետք։ Այս արտահայտությունը մեր տանը աղոթքի պես էին կրկնում։ Գորին ավելի շատ է պետք նոր հեծանիվ, իսկ Սոնան կխայ իր հին կոշիկներով։ Գորի ինստիտուտի վարձը պետք է տալ, իսկ Սոնան ինքնուրույն կընդունվի, նա խելացի է։ Գորին պետք է օգնել բնակարանի հարցում, իսկ Սոնան ուժեղ է, տակից դուրս կգա։ «Ոչինչ չես հասկանում, Սոնա», կամաց ասացի ես։ «Այսօր ոչ ոք ոչինչ չի կիսելու։ Այսօր մենք ամփոփելու ենք արդյունքները»։ 6:05-ին միջանցքում լսվեց աղմուկ, ոտնաձայներ ու բարձր ձայն։ Եկավ Գորը։ Նա ներս թռավ բնակարան որպես կյանքի տեր։ Ծրտից շիկնած, թանկարժեք ծխախոտի ու ավտոմեքենայի կաշվե սրահով բուրող։ Ուսերին կաշմերիե վերարկո, ոտքերին իտալական կոշիկներ, որոնք հավանաբար արժեին Սոնայի 3 ամսվա աշխատավարձի չափ։ «Պապ, էս ինչ հրատապություն է»։ Նա շեմից սկսեց հարձակումը։ «Ես հանդիպում եմ չեղարկել, մարդիկ սպասում են, հուսով եմ ուղակի հավաքույթ չի, փաստաթղթերը պատրաստ են»։ Նա անցավ սենյակ, նույնիսկ կոշիկները չհանելով, թաց հետքեր թողնելով մանրահատակին։ Տեսավ Սոնային, անփութորել գլխով արեց։ «Օ, քուրիկ, բարև։ Դու էլ ես փայատեր»։ «Հուսով եմ առանց նեղանալու, մենք հորս հետ ամեն ինչ քննարկել ենք, ինձ շրջանառու միջոցներ են պետք, շտապ, հետո կփոխհատուցեմ»։ Նա փլվեց դիմացս գտնվող աթոռին, արձակեց պիջակի կոճակը, այն նույն ժամացույցը, ոսկեգույն, զանգվածեղ, նորից փայլեց ջահի տակ։ «Դե արի, պապ, ինչ պիտի ստորագրենք, նվիրատվություն»։ Ես լռում էի, ես նայում էի նրան ու փորձում էի այս փայլեցված, ինքնավստահ տղամարդու մեջ գտնել այն տղային, որին ես սովորեցնում էի մուրճ բռնել, նրան, ով լաց էր լինում, երբ իր համստերն էր սատկել։ Ուր է նա, ուր անհետացավ։ Դիմացս նստած էր օտար մարդ, գիշատիչ, մակաբույց, որը գիրացել էր մոր մարմնի վրա։ «Ստորագրել ոչինչ պետք չէ, Գոր», ասացի ես։ Ձայնս հնչում էր չոր, ինչպես աշնանային տերևների խշշոցը։ «Նախ կարդա»։ Ես հրեցի կապույտ տետրը դեպինը։ Գորը սահեցրեց անտարբեր հայացքը դրա վրայով։ «Էս ինչ է, մորս մեմուարները»։ «Պապ, ես ժամանակ չունեմ սենտիմենտալ բաներ կարդալու»։ «Բաց արա, էջ առաջին, 1985 թվական»։ Գորը փնչացրեց, ցուցադրաբար աչքերը ոլորեց, բայց տետրը բացեց։ Մի վայրկյան, 2, 3, ես տեսնում էի, թե ինչպես է փոխվում նրա դեմքը, սկզբում տարակուսանք, հետո ճանաչում, հետո երբ նա տեսավ թվերի ու ամսաթվերի սյունակները, նրա մաշկն սկսեց գորշ հողագույն երանգ ստանալ։ Նա շրխկոցով փակեց տետրը։ «Բա հետո»։ Մայրս հաշվապահություն էր վարում, տնտեսում էր, ինձ դրա համար ես կանչել, ցույց տաս, թե ոնց է լումաները հաշվել։ «Լումաներ»։ Վերահարցրի ես։ «Այնտեղ միլիոններ են, Գոր։ Միլիոններ, որոնք նա բերում էր ամեն շաբաթ, 40 տարի»։ Սոնան ախ քշեց, նա առաջ թեքվեց։ «Պապ, ինչի մասին ես խոսում, ինչ միլիոններ»։ Այսպիսի, ես սեղանին գցեցի նամակների արտատպությունները, այն նույնը, առաջինը, որը գրված էր տպատառերով։ «Կարդա, Սոնա, բարձրաձայն»։ Սոնան դողացող ձեռքերով վերցրեց դեղնած թուղթը։ Հարգելի Սիրանուշ Անդրանիկովնա, ձեր որդին Գորը սարսափելի բան է արել։ Մենք կսպանենք նրան։ Նա կմկմաց, բարձրացրեց եղբոր վրա սարսափով լի աչքերը։ Գոր, էս ինչ է։ Քեզ ուզում էին սպանել 85-ին։ Գորը նստած էր անշարժ, նրա աչքերը նեղացան, վերածվելով երկու ծակող կետերի։
Նա հասկացավ, որ սա պարզապես խոսակցություն չէ, սա դատավարություն է։ Բայց նա խաղացող էր։ Նա որոշեց վաբանկ գնալ։ Զառանցանք է, թքեց նա բառերը։ Գտել ես ինչ-որ հին թղթեր, ինչ իմանաս ով է գրել, կարող է մարազմ ուներ, ինքն իրեն էր գրում։ Ինքն իրեն? Ես քմծի ծաղտվեցի, իսկ փողերն էլ էր ինքն իրեն փոխանցում։ Բանկի ետնաբակում։ Ես դրեցի լուսանկարները։ Ահա մեքենան, ահա մատանիով ձեռքը, ահա ծրարի փոխանցումը։ Գորը վերջնականապես գունատվեց, նրա բարձր ճակատին քրտինքի կաթիլներ հայտնվեցին։ Նա վեր թռավ, տապալելով աթոռը։ Դու հետևել ես ինձ, դու ծեր մարազմատիկ, մարդ ես վարձել սեփական որդուդ հետևելու համար։ Խելքդ գլխիդ է։ Նստիր, գոռացի ես այնպես, որ զրնգացին պահարանի ապակիները։ Դա արտադրամասի պետի ձայնն էր։ Ձայն, որը խլացնում էր տուրբինների աղմուկը։ Նստիր, շանորդի։ Գորը ետ իջավ տեղը։ Նա սեղմվեց աթոռի թիկնակին, հալածվածի պես շուրջը նայելով։ Հաջողակ բիզնեսմենի դիմակը թռավ։ Մեր դիմաց նստած էր վախեցած, չարացած մի տղա, որին բռնել էին գողության վրա։ Ինչու, Գոր, հարցրեց Սոնան։ Նրա ձայնը դողում էր արցունքներից։ Ինչու է իր դա անում։ Մենք 90-ականներին վերջին կտորն էինք ուտում։ Մայրս 10 տարի նույն վերարկուն էր հագնում։ Իսկ դու քաշում էիր նրա փողերը։ Գնացեք գրողի ծոց, գոռաց Գորը։ Նա պորտկաց։ Դուք չգիտեք, թե ինչ ասել է ֆռալ, փող շինել։ Քեզ, Սոնա, լավ է, նստած ես քո պոլիկլինիկայում հաստատուն աշխատավարձով, ոչ մի բանի մասին չես մտածում։ Իսկ ես պետք է համապատասխանեի։ Բիզնես, կապեր, ռիսկեր, հա, ինձ շտապ փող էր պետք։ Ու ինչ, նա մայր է, նա պարտավոր էր օգնել։ Օգնել? Ես վեր կացա։ Ես շրջանցեցի սեղանն ու մոտեցա նրան շատ մոտիկ։ Շանտաժով? Սպառնալիքներով? Դու ստիպեցիր նրան հավատալ, որ ինձ կսպանեն, եթե նա չվճարի։ Դու ստիպեցիր նրան 40 տարի ապրել վախի մեջ։ Դու գողացար նրա կյանքը, Գոր։ Դու գողացար մեր բոլորիս հանգիստ կյանքը։ Դե ինքն է մեղավոր, թուքը ցայտելով ճչաց Գորը։ Միամիտ հիմարը հավատաց բանդիտներին։ Ես ուղակի սխեմա մտածեցի, իսկ նա խափնվեց։ Եթե նա գոնե մեկ անգամ խոսեր քեզ հետ, ամեն ինչ կբացահայտվեր, բայց նա վախենում էր, դա նրա վախն է, ոչ թե իմը։ Ես ուղակի վերցնում էի այնինչ վատ էր դերված։ Զնգուն ապտակը պատռեց օդը։ Դա ես չէի, դա Սոնան էր։ Նա վեր թռավ եւ ողջ թափով ամբողջ ափով խփեց եղբոր դեմքին։ Ձենդ կտրիր, չհամարցակվես խոսել մորս մասին։ Գորը բռնեց թուշը։ Նրա աչքերում կատաղություն փայլատակեց։ Նա թափահարեց ձեռքը քրոջ վրա, բայց ես բռնեցի նրա ձեռքը։ Իմ բռնվածքը երկաթյա էր։ Ես գուցե ծերունի եմ, բայց ձեռքերը, որոնք 30 տարի արմատուրա են ճռել, դեռ հիշում էին իրենց ուժը։ Ես այնպես սեղմեցի նրա դաստակը, որ նա ոռնաց, ուղիղ ժամացույցի ոսկե ապարանջանի վրայով։ Կորիր, կամաց ասացի ես, կորիր իմ տնից։ Դու իրավունք չունես, ֆշշրեց Գորը, փորձելով պոկվել։ Ես ժառանգ եմ, այստեղ կեսն իմն է, ես քեզ դատարաններով կքարշեմ, քեզ գիժանոց կհանձնեմ, անգործունակ կճանաչեմ, դու ոչինչ չես ապացուցի։ Սրանք ուղակի թղթեր են։ Ես բաց թողեցի նրա ձեռքը։ Նա ետ ընկրկեց տրորելով դաստակը։ Դատարան? Ես մոտեցա սեղանին եւ վերցրի այն նույն ուռուցիկ ծրարը, որն ընկած էր եզրին։ Դու փողի հետևից էիր եկել, Գոր, ժառանգության հետևից։ Այո, դա իմն է օրենքով։ Ահա, ես շպրտեցի ծրարը նրա կրծքին։ Գորը ռեֆլեքսորեն բռնեց այն։ Նրա աչքերը ագահորեն փայլեցին։ Նա զգաց ծանրությունը, փաթեթի խտությունը։ Ինչ կա այստեղ։ Կանխի է, հաշիվներից հանել ես։ Բացարա։ Նա դողացող մատներով պատռեց թուղթը։ Ներսում ամուր կապոց էր։ Նա քաշեց հանեց այն։ Նրա դեմքը երկարեց։ Դա տիկնակ էր, կտրտված թերթի թղթեր, որոնք կոկիկ դասավորված էին 20,000 դրամանոց թղթադրամների չափով։ Վերևից ու ներքևից դրված էին այն նույն սպառնալիքներով նամակների պատկենները, իսկ մեջտեղում մեկ հատ իսկական թղթադրամ էր։ 10 խորհրդային ռուբլի։ Այն կարմիրը, որով նա սկսել է իր բիզնեսը մանկության տարիներին, գողանալով մանրադրամ իմ գրպաններից։ Սա այն ամենն է, ինչ դու կստանաս, ասացի ես։ Ես արդեն եղել եմ նոտարի մոտ։ Ես բնակարանի ու ամառանոցի նվիրատվություն եմ ձևակերպել Սոնայի անունով եւ կտակ եմ գրել։
իմ ողջ ունեցվածքն անցնում է նրան։ Իսկ քեզ գոր, ես թողել եմ միայն այս տասնանոցը, որպես հիշատակ։ Դու չէիր կարող, խրպոտաց նա։ Թղթերը թափվեցին նրա ձեռքերից հատակին, կեղտոտ ձյան պես։ Կարող էի եւ արել եմ։ Իսկ դատարանների հարցով ես գլխով արեցի դեպի լուսանկարներով ու արտատպվածքներով ֆայլը։ Վարդանը, իմ ընկերը, արդեն փոխանցել է այս փաստաթղթերի եւ տեսագրությունների պատճեններն իր եղբորորդուն դատախազությունում։ Առանձնապես խոշոր չափերի խարդախության ու շորթման մասին դիմումը ես գրել եմ այսօր առավոտյան, դեռ ընթացք չեն տվել, առայժմ։ Բայց եթե դու գոր գոնե մատով կպնես Սոնային կամ փորձես դատի տալ, կամ ուղղակի հայտնվես իմ հորիզոնում, այս թղթապանակը կդրվի քննիչի սեղանին։ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված, մինչև 15 տարի։ Քեզ այնտեղ դուր կգա տղաս, այնտեղ սիրում են քեզ նմաններին։ Այնտեղ քեզ արագ կբացատրեն, թե ինչ բան են իսկական լուրջ մարդիկ։ Սենյակում լռություն տիրեց։ Լսվում էր միայն, թե ինչպես է բզբզում սառնարանը խոհանոցում և թե ինչ ծանր է շնչում գոռը։ Նա հասկացավ, նա ամեն ինչ հասկացավ։ Նա նայեց ինձ։ Նրա հայացքում ատելություն էր, մաքուր, թորած ատելություն։ Անիծվես դու, պապ, ֆշացրեց նա։ Եվ դու, և քո հիշողությունը, և քո սատկած կինը, դուք իմ կյանքը կոտրեցիք։ Նա շրջվեց և գնաց դեպի ելքը։ Ես լսեցի, թե ինչպես շրկկաց մուտքի դուռը, լսեցի, թե ինչպես մռնչաց նրա մեքենայի շարժիչը բակում, ինչպես ճռռացին անվադողերը։ Ոտքերս ծալվեցին, ես ընկա աթոռին։ Սոնան կանգնած էր պատուհանի մոտ, ձեռքերով փակելով դեմքը և լաց էր լինում։ Կամաց անձայն ցնցելով նիհար ուսերը։ Մենք լուռ նստած մնացինք ևս 10 րոպե։ Հատակը պատված էր թերթի կտորտանքով։ Տատիկը, որը ես սոսնեծում էի ամբողջ գիշեր, այժմ աղբեր թվում։ Պապ, Սոնան շրջվեց դեպի ինձ։ Աչքերը կարմրած էին, ուռած։ Դու իսկապես դիմում ես գրել, դու կնստեցնես նրան։ Ես նայեցի իմ ձեռքերին, հանգուցավոր, ծերունական բցերով։ Ձեռքեր, որոնք կառուցում էին, իսկ հիմա ջարդեցին։ Ոչ, աղջիկս, չեմ նստեցնի։ Մարդկային չէ որդուն բանտ նստեցները, ինչպիսին էլ որ լինի, Աստված նրան դատավոր։ Բայց վախեցնել նրան պետք էր, որպեսի նա անհետանա, որպեսի մոռանա այստեղի ճանապարհը։ Իսկ եթե նա վերադառնա, չի վերադառնա։ Նա վախկոտ է։ Բոլոր նման սրիկաները վախկոտներ են։ Նա կոտրվեց հենց այն պահին, երբ ուժ զգաց։ Ես վեր կացա և սկսեցի հավաքել թղթերը հատակից։ Սոնան նետվեց օգնելու։ Մենք ծնկաչող սողում էինք մանրահատակին, ինչպես երկու մրջուն, հավաքելով մեր ընտանիքի բեկորները։ Գիտես, Սոնա, ասացի ես, շփրտելով կտորտանքն աղբամանի մեջ։ Ես չէ, որ վաճառում եմ ամեն ինչ։ Նա քարացավ, մի բուռ թուղթը ձեռքին։ Ոնց թե վաճառում ես բնակարանը։ Համ բնակարանը, համ ամառանոցը, համ գարաժը։ Ես այստեղ այլևս չեմ ապրի։ Այստեղ ամեն պատը սիրանուշով է շնչում։ Հատակի ամեն տախտակը ճռռում է, խաբեցին։ Ես կխեղդվեմ այստեղ։ Իսկ ուր ես գնալու։ Մեզ մոտ։ Անդրանիկը դեմ չի լինի, մենք կնեղվենք։ Ոչ, ձեզ մոտ չէ։ Ես ծեր գայլ եմ, ինձ ոհմակում նեղ կլինի։ Ես ավտոտուն եմ գնել։ Ինչ։ Սոնան չռեց աչքերը։ Պապ, ինչ ավտոտուն։ Դու 78 տարեկան ես։ Վերափոխած գազել է, Վարդանի ծանոթն էր ծախում։ Նորմալ մեքենա է, տաք։ Վարարան, մահճակալ, գազօջախ, ուրիշ ինչ է պետք ծերունուն։ Պապ, դա խելագարություն է, ձմեռ է, դու կմրսես, կհիվանդանաս, բա ճնշումդ, բա դեղերը։ Ես ժպտացի։ Առաջին անգամ այս օրերի ընթացքում ես զգացի, թե ինչպես են դեմքիս մկանները թուլանում։ Չեմ մրսի, ես դեպի հարավ կգնամ, Վրաստան, ծովի մոտ։ Սիրանուշն ամբողջ կյանքում երազում էր ծով գնալ։ Ողջ կյանքում հավաքում։ Ահա ես նրա փոխարեն էլ կգնամ։ Կծածանեմ այնտեղ նրա գլխաշորն ու ինքս կնայեմ։ Կարող է մի քիչ ապրեմ էլ այնտեղ։ Ասում են Բաթումի, Քոբուլեթի կողմերը լավ է, տաք է։ Պապ, մի վիճիր աղջիկս, ես արդեն ամեն ինչ որոշել եմ։ Բնակարանի վաճառքի փողերը քեզ կմնան։ Անդրանիկի հետ 3 սենյականոց կառնեք։ Երեխեքին առանձին սենյակներ կհանեք, հիպոթեկը կփակեք։
ապրեք, միայն թե արդար ապրեք, լսում ես, որ ծոցերուդ թաքցրած քար չլինի։ Նա ամուր գրկեց ինձ, ինչպես մանկության տարիներին, լաց եղավ, դեմքը թաքցնելով բիճակիս մեջ։ Ես շոյում էի նրա մազերը, որոնք արդեն սկսել էին ճերմակեն, ու մտածում էի, ահա սա է իմ հարստությունը, ոչ թե գորը իր Rolex-ով, այլ ահա այս հոգնած կինը, ով ներել գիտի։ Հավաքվել է 2 շաբաթ տևեց, բնակարանն արագ վաճառվեց, տեղը լավն էր, մետրոյին մոտիկ։ Վերանորոգումը թեև խորհրդային էր, բայց մաքուր էր։ Գնորդները մի երիտասարդ զույգ էին, շրջում էին սենյակներով, պլանավորում էին որտեղ են դնելու մանկական մահճակալը։ Ես նայում էի նրանց ու մտքում ցանկանում էի, որ իրենց մոտ իրենց սեփական կապույտ տետրը չստեղծվի։ Ավտոտունը կանգնած էր շքամուտքի մոտ, հին, բայց ամուր Gazelle Next, վերափոխված ճարպիկ վարպետների ձեռքերով։ Ներսում փայտի ու նոր ներքնակի հոտ էր գալիս։ Ես ինձ հետ մինիմում իրեր վերցրի։ Հագուստով ճամպրուկը, գործիքներ, հին ֆոտոալբոմները, նրանք, որտեղ գորը չկար, կարթերն ու Սուրբ Աստվածածնի սրբապատկերը, որով ինձ օրհնել էր դեռ մայրս։ Վերջին օրը ես գնացի գերեզմանոց։ Սիրանուշի գերեզմանը ձյունով էր ծածկվել։ Խաչը կանգնած էր, սև, խիստ, լուսանկարը օվալի մեջ։ Նա այնտեղ երիտասարդ է, ժպտում է դեռ չիմանալով, որ իրեն սպասվում է 40 տարվա ստրկություն սեփական որդու ձեռքին։ Ես ձեռքերով մաքրեցի ձյունը, 2 մեխակ դրեցի։ Ես գրպանիցս հանեցի կապույտ տետրը։ Ահա են, դավաճանության հաշվապահությունը։ Ես կպցրի կրակայրիչը։ Բոցը դժկամությամբ լիզեց կազմի անկյունը, հետո ավելի ուրախ բռնկվեց։ Ստով ներծծված թուղթը լավ էր վառվում։ Ես պահում էի տետրը կազմի եզրից մինչև կրակը մոտեցավ մատներիս։ Մնաց բարով, Սիրանուշ, ասացի ես քամուն։ Ես քո վրա ողջ եմ պահում։ Դու մայր ես։ Դու սիրում էիր այնպես, ինչպես կարողանում էիր, հիմարաբար, կուրորեն, սարսափելի կերպով, բայց սիրում էիր։ Ննջիր խաղաղությամբ։ Քեզ այլևս վճարել պետք չէ։ Վարկը փակված է։ Սև մոխիրն ընկավ սպիտակ ձյան վրա, քամին որսաց այն ու տարավ հեռու, դեպի անտառակը։ Ես շրջվեցի ու գնացի դեպի մեքենան, ետ չնայելով։ Մե 2 մայրուղին գորշ ժապավենի պես վազում էր անիվների տակ։ Պատուհանից այն կողմ արագ անցնում էին ձյունածածկ դաշտերը, սևահող անտառաշերտերը, հազվադեպ հանդիպող գյուղերը ծխնելույզներից ելնող ծախով։ Խցիկում տաք էր, ռադիոն միացված էր։ Ռուբեն Հախվերդյանն իր խրկոտ ձայնով երգում էր։ Ես պտտում էի ղեկը, զգալով, թե ինչպես է այն վիբրացիա տալիս։ Տաք կյանքի վիբրացիան էր։ Հեռախոսը ծղրտաց։ Հաղորդագրություն Սոնայից։ Պապ, ո՞նց ես։ Վայքն անցել ես։ Անդրանիկը քարտիդ բենզինի փող փոխանցեց։ Սիրում ենք քեզ։ Խնայիր քեզ, զանգիր ամեն երեկո։ Ես ժպտացի։ Ամեն ինչ ճիշտ է։ Կյանքը չի ավարտվել։ Այն պարզապես կտրուկ շրջադարձ կատարեց։ Արջևում ծովն էր։ Ես այն երբեք ձմռանը չեմ տեսել։ Ասում են այն դաժան է ու գորշ, պողպատի պես։ Ոչինչ, մենք նրա հետ լեզու կգտնենք։ Ես սեղմեցի գազի ոտնակը։ Գազելը լարված մռնչաց արագություն հավաքելով։